Ողջույն հարգելի հետևորդներ, քանի որ շուտով Սուրբ Զատիկն է և մենք բոլորս շատ ձու ենք ուտելու, այսօր ուզում եմ խոսել ձվի մասին։ Երբևէ մտածել եք, թե ինչ կկատարվի ձեր հետ, եթե ամեն օր ձու ուտեք։ Այսօր կբացահայտենք, թե ինչպես է ազդում այս հիանալի սննդամթերքը ձեր առողջության վրա։ Աչքի ընկնելով իր ցածր կալորիականությամբ, բայց շատ հարուստ բաղադրությամբ, ձուն անհրաժեշտ է հաճախակի օգտագործել, քանի որ պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը։ Ձուն համարվում է ամենաբնական սնունդը, որը կարգավորում է նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում ձուն ուտել առավոտյան նախաճաշին։ Դա շատ ավելի առողջարար է և սննդարար, քան քաղցրեղենի վրա հիմնված նախաճաշը։ Օրինակ, գերմանացիները ամեն առավոտ մեկ ձու են ուտում։ Բայց կա մի այսպիսի տեսակետ, որ ձուն պարունակում է շատ խոլեստերոլ, և ուրեմն պետք է խուսափել։ Հատկապես բարձր խոլեստերոլ ունեցող հիվանդներին խորհուրդ եմ տալիս խորհրդակցել ձեր բժշկի հետ, քանի որ դա շատ անձնական է և կախված է ձեր առողջական վիճակից։ Սակայն ասեմ, որ գիտության վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձվի դեղնուցի մեջ գտնվող լիսիցին տարրը օգնում է կարգավորել խոլեստերոլը, քանի որ բարձրացնում է լավ խոլեստերոլի HDL-ի քանակը և պակասեցնում է վատ խոլեստերոլի քանակը LDL։ Պետք է ասեմ նաև, որ ձվի մեջ պարունակվող խոլեստերոլը այնքան քիչ է, որ եթե օրական ուտեք մեկ ձու, դա չի փոխի ձեր խոլեստերոլի քանակը այրան մեջ։ Ձվի կարևոր առավելություններից մեկը այն է, որ նա պարունակում է սպիտակուցներ։ Ասեմ, որ ձվի մեջ գտնվող սպիտակուցը ավելի հեշտությամբ է յուրացվում մեր օրգանիզմի կողմից, քան մսային և բուսական ծագում ունեցող սպիտակուցները։ Մեկ ձուն պարունակում է 6-ից 7 գրամ սպիտակուց։ Այդ սպիտակուցների դերն է սնուցել, վերականգնել և պահպանել մկանային համակարգը։ Մյուս կողմից, կարևոր բաղադրիչ է նաև ձվի մեջ պարունակվող խոլինը, որը նպաստում է հիշողության պահպանմանը, ուղեղի նորմալ աշխատանքին և զարգացմանը։ Խոլինի պակասը, հատկապես մեծահասակների մոտ, առաջացնում է ճարվի կուտակում լյարդում, որը հանգեցնում է լյարդի հիվանդության։ Հղիության ընթացքում խոլինի պակասը կարող է առաջացնել երեխայի ուղեղի զարգացման խանգարումներ։ Ձուն պարունակում է նաև վիտամին B9 ֆոլաթթու, որը անհրաժեշտ է հղի կանանց առողջ վալիկ ունենալու համար։ Ուրեմն խորհուրդ եմ տալիս հղի կանանց օգտագործել չափավոր քանակի ձու։ Հիշեցնեմ, որ ցանկացած սննդի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել վնասներ։ Պարզել եմ, որ ձուն համարվում է ամենալավ բնական միջոցը մեր աչքերի առողջության պահպանման համար։ Ձվի դեղնուցը պարունակում է երկու կարևոր հակաօքսիդանտներ, ինչպիսիք են լյուտեինը և զեակսանթինը, պարունակում է նաև վիտամին A։ Այս բաղադրիչները կանխարգելում են ծերության հետ կապված կատարակտ, տեսողության թուլացում և անոթային հիվանդությունները։ Ձուն իր բաղադրությամբ պաշտպանում է նաև մեր աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ձվի մեջ պարունակվող E վիտամինը պաշտպանում է մեր մաշկի, եղունգների, մազերի առողջությունը և ապահովում է երակների էլաստիկությունը։ Հարկ է նշել, որ ձուն պարունակում է նաև մեծ քանակի սնուցիչ տարբեր տարրեր, ինչպիսիք են վիտամին A, K, B, D, B9, E, ինչպես նաև ցինկ, ֆոսֆոր, սելենիում, օմեգա-3, պղինձ, մագնեզիում, երկաթ, յոդ։ Որպեսզի առավելագույնս օգտվենք ձվի այս լավ և օգտակար բաղադրությունից, պետք է ընտրենք թարմ և ամենակարևորը բնական պայմաններում պահված հավելի ձվերը։ Օրինակ, բանտակում պահված հավելի ձվերը շատ զիջում են դրսում արևի տակ և մաքուր սնունդ կերած հավելի ձվերին, ուրեմն շատ կարևոր է ընտրել լավ որակի ձու։ Ձվի որակը ստուգելու համար այն պետք է դիտել լույսի տակ։ Լավ որակ ձուն սովորաբար ունենում է բաց նարնջագույն գունավորում,
իսկ փչացած ձուն դիտելիս երևում են խավար բծեր։ Ձուն սառնարանում 2 շաբաթից ավելի չպետք է պահել։ Օրգանիզմի համար ավելի օգտակար է և ջրամարս է թերխաշ ձուն։ Ձուն թերխաշելու համար այն պետք է եփել 2-ից 5 րոպե, իսկ պինդ խաշելու համար 8-ից 10 րոպե։ Ձուն հեշտ մաքրելու համար եփվելուց անմիջապես հետո այն պետք է գցել սառը ջրի մեջ։ Եռացող ջրում եփվելիս եփվում է ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը մնում է ավելի թույլ, ջրալի։ Հակառակը, սառը ջրով եփելիս դեղնուցը պինդ է ստացվում, իսկ սպիտակուցը մնում է թույլ։ Ձուն կարելի է օգտագործել նաև հում վիճակում, բայց խորհուրդ չեմ տալիս, դա շատ ռիսկային է, հատկապես խանութից գնված ձուն կարող է պարունակել բակտերիաներ, օրինակ սալմոնելոզ։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 6-ից 12 ձուն առողջ մարդու համար։ Կարևոր է իմանալ նաև, թե ինչպես պատրաստել ձուն, որպեսզի մաքսիմում ձևով օգտվեք նրա օգտակար հատկություններից։ Ասեմ, որ ջերմությունը կարող է փայկարել որոշ սննդային բաղադրիչներ, հատկապես դեղնուցի մեջ գտնվող կարոտինինը փայկարվում է ջերմությունից, դրա համար պետք է խուսափել շատ երկար եփվելուց։ Նախընտրեք թույլ խաշած ձուն։ Հիշեցնեմ, որ ժողովրդական բժշկությունը բուժում է և կանխարգելում է հիվանդությունները, բայց պահանջում է երկարատև օգտագործում։ Լուրջ առողջական խնդիրների դեպքում անհավատ դիմեք բժշկներին։ Քանի որ շուտով Սուրբ Զատիկն է, ես շնորհավորում եմ բոլորիդ գալիք Սուրբ Զատիկը։ Աստված պահապան ձեզ, եղեք առողջ և լավատես։ Ցանկալի է, որ բաժանորդագրվեք իմիջին, որպեսզի հետևեք հաջորդ թեմաներին։ Գրեք մեկնաբանություններ և տարածեք։ Շնորհակալություն ուշադրության համար։